Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, հունիսի 25 Բարձր լեռան վրա բարձրացիր, Եսայիա մարգարեություն 49 Քրիստոսին ճանաչելը համեմատելի է վալիական լեռներից մեկը բարձրանալուն։ Լանջին մենք շատ քիչ բան ենք տեսնում, և լեռն ինքն էլ, ինչպես պարզվում է, մեզ ներկայացնում է իր իրական չափից 2 անգամ բարձր։ Գտնվելով փոքրիկ հովտում, մենք տեսնում ենք միայն քչքչացող առվակներ, որոնք լցվում են լեռան ստորոտին գտնվող աղմկոտ հոսանքի մեջ։ Բայց հարկավոր է միայն բարձրանալ առաջին բարձրավայրը, և հովիտը մեր ներքևում որոշ չափով կձգվի ու կլայնանա։ Մի փոքր ավելի վեր բարձրանալով մենք կտեսնենք մի տեսարան, որը տարածվում է 4-5 մղոն հեռավորությամբ մեր շուրջը, և ուրախություն կզգանք մեր առաջ բացվող տեսարանից։ Էլի բարձրանանք, և բնապատկերը կընդարձակվի, և այդպես այնքան, մինչև կհայտնվենք բարձրունքին, որտեղ շուրջ բոլորը նայելով կտեսնենք գրեթե ողջ Անգլիան մեր առջև սփռված։ Այ այնտեղ ինչ-որ հեռավոր կոմսությունում հնարավոր է մեզանից 200 մղոն հեռավորության վրա անտառն է։ Հեռվում ձախ կողմում գետի շողացող ժապավենն է, արդյունաբերական քաղաքի ծուխ արձակող խողովակները, իսկ հակառակ կողմում ծովն ու աշխույժ նավահանգստում հանգրվանած նավերի նավակայմերը։ Այս ամենը տեսնելը հաճելի է, ուրախալի է, և յուրաքանչյուր ոք թերևս մտածում է. երբեք չէի պատկերացնի, որ կարելի է այսքանը տեսնել այսպիսի բարձրությունից։ Ճիշտ այսպես է նաև քրիստոնեական կյանքում։ Երբ մենք առաջին անգամ հավատացինք Քրիստոսին, մենք Նրան գրեթե չէինք տեսնում, բայց որքան բարձրանում ենք, այնքան ավելի ենք Նրանում գեղեցկություն նկատում։ Բայց ո՞ւմ է հաջողվել, ասացեք, ոտք դնել բարձրունքին։ Ո՞վ է ճանաչել Քրիստոսի սիրո բարձրությունն ու խորությունը, որ գերազանցում է ամեն հասկացողություն։ Ծերացած ու ճերմակած Պողոսը, որ հռոմեական բանտում դողում էր ցրտից, մեզանից ավելի շատ հիմքեր ուներ ասելու. «Ես գիտեմ, թե ում եմ հավատացել»։ Նրա քրիստոնեական կյանքը լեռ բարձրանալն է, ամեն փորձությունը վերելք մի նոր բարձրության վրա։ Իսկ առաքյալի մահը բարձրագույն գագաթի գրվանում, որից բացվեց նրա սերն ու նվիրումը, ում նա վստահել էր իր հոգին։ Բարձր լեռան վրա բարձրացիր, նաև դու թանկագին ընթերցող։